Դու Հիսուս Քրիստոսին ես և չպիտի վախենաս չարից։ Ինչքան էլ որ չարը քեզ հալածի, ինչքան էլ որ վախենալի, անհանգիստ, տագնապային իրավիճակներ ստեղծի, վտանգավոր իրավիճակներ ստեղծի, դու քեզ հիշեցրու, ով եմ ես։ Ես Հիսուսի զավակն եմ։ Ասա, ես Հիսուսի աղջիկն եմ, կամ ես Հիսուսի տղան եմ։ Իսկ ով է Հիսուս Քրիստոսը։ Աստված։ Ով է Հիսուս Քրիստոսը։ Ամենակարող, ամենազոր Աստված, արարիչ Աստված։ Ով է Հիսուս Քրիստոսը։ Թագավորների թագավորն է և տերերի տերը։ Այսինքն ես Հիսուս Քրիստոսի թագավորների թագավորի Աստծո աղջիկն եմ կամ տղան։ Մի րոպե, բայց էլ ինչ ունեմ վախենալու։ Ինչ ունեմ վախենալու։ Ինչպես կարող է ընկճվել, վախենալ, դողալ այն մարդը, ով ամենակարող Աստծո զավակն է։ Եվ դու հասկացիր, որ դու ոչ թե ձուլվում ես և մի ընդհանուր, ինչպես ասեմ, դու քեզ մի զգա, որ մենք շատ ենք, մենք միլիոնավոր ենք և բոլորս Աստծունն ենք և մի տեսակ այսպես ձուլված վիճակ մի զգա, որ Աստծո իշխանությունը բոլորի վրա է և մի տեսակ Աստծո պաշտպանությունը բոլորի վրա է և մենք աչքի չենք ընկնում և մենք շատ նկատելի չենք և մենք շատ ենք, ոչ, և կոնկրետ հենց իմ համար չի Աստված գործում, հենց իմ վրա չի, հենց իմ հետ չի, այլ բոլորիս և այսքանի մեջ ես աննկատ եմ ուղղակի, չկա նման բան։ Հիսուս Քրիստոսը յուրաքանչյուրիս հետ է, յուրաքանչյուրիս մեջ է, նա կատարյալ, բացարձակ, հզորագույն Աստվածն է մեր և նա այնքան կատարյալ է, այնքան բացարձակ, այնքան իրական, կենդանի, հզոր, որ նա յուրաքանչյուրիս հետ է և յուրաքանչյուրիս մեջ է ամեն վայրկյան։ Մենք միլիոնավոր ենք, միլիարդավոր ենք, բայց նա հավասարապես իր Սուրբ Հոգով յուրաքանչյուրիս հետ է։ Միաժամանակ մեզանից յուրաքանչյուրը նրա համար մի հատիկ է և ամենակարևորն է։ Դու մյուսից կարևոր չես և այդ մյուսը քեզանից կարևոր չի։ Ես քեզանից կարևոր չեմ և դու ինձանից չես ավելի կարևոր։ Մենք բոլորս նույն կարևորությունը ունենք Հիսուսի համար և նա յուրաքանչյուրովս է ապրում։ Ոչ թե այսպես պատկերացրու, որ մենք շատ ենք, ճիշտ է, Հիսուսը բոլորիս է սիրում, բոլորիս է պաշտպանում, բայց թող քեզ չթվա, որ քո առանձնահատկությունը, քո մի հատիկ լինելը Աստված չի տեսնում, չի նկատում։ Դու մի հատիկն ես Աստծո, ես էլ եմ մի հատիկը։ Այսինքն մենք բոլորս հավասար սիրելի ենք, բայց յուրաքանչյուրիս Աստված սիրում է այնպես, կարծես այդ մի հատիկն է։ Պատկերացնում ես։ Քեզ Աստված քո դժվար պահերին այնպես է հասնում, այնպես է քո կողքին և քո հետ, որ կարծես հենց դու ես մենակ այդ պահին։ Բայց նա միաժամանակ բոլորիս համար կարողանում է դա անել։ Այնպես որ քեզ թող չթվա, որ հա մենք Աստծո զավակներն ենք, մեզ Աստված պաշտպանում է, սիրում է, մեր հետ է։ Ոչ, այդպես չի։ Ես Աստծո տղան եմ, ես Աստծո աղջիկն եմ։ Ով է իմ Աստվածը։ Իմ Աստվածը, իմ Հայր Աստծո որդին, իմ Հայր Աստվածը և իր որդին, Տեր Հիսուս Քրիստոսս, իմ Աստվածն է և ամեն վայրկյան ես նրանց պաշտպանության մեջ եմ։ Ես իմ Սուրբ Երրորդության պաշտպանության մեջ եմ, որովհետև Սուրբ Հոգով իմ Տեր Հիսուս Քրիստոսը յուրաքանչյուրիս հետ է ամեն վայրկյան, յուրաքանչյուրիս մեջ է ամեն վայրկյան և մեր բոլոր ապրումները, բոլոր զգացմունքները, բոլոր զգացողությունները, բոլոր վախերը, անհանգստությունները Տերս զգում է Սուրբ Հոգով հենց և ամեն վայրկյանի, որ դու կարիք ունես Հիսուսի, դու կարծես թե նրա մի հատիկն ես դառնում։ Դու նրա մի հատիկն ես կարծես թե դառնում, այ այդքան կարևոր ես դու Հիսուսի համար։ Հիմա մտածիր, եթե մարդիկ ունենում են մի քիչ ունևոր ֆինանսապես ուժեղ, կայացած կամ ֆիզիկապես ուժեղ,
Պապա, ասում են, դու գիտես, ես ում տղան եմ, ում աղջիկն եմ եւ այլն, չէ։ Եթե մարդիկ լինում են ինչ-որ պաշտոնյայի զավակ, ասում են, դու գիտես, ես ում տղան եմ, աղջիկն եմ։ Եթե լինում են թագավորի որդի կամ դուստր, ես ում աղջիկն եմ կամ ում տղան եմ, ես նախագահի, վարչապետի, թագավորի զավակն եմ, ով ինձ ինչ կարա անի։ Ես այսքան պաշտպաներ ունեմ, այսքան թիկնապահեր ունեմ, պապայիս այս բոլոր ծառաները, աշխատողները բոլորը իմ ենթակայության տակ են եւ բոլորը պարտավոր են ինձ եւ բոլորը ինձ պաշտպանում են։ Ես այսքան շատ փողեր ու հնարավորություններ ունեմ։ Ես թագավորի զավակն եմ։ Լավ, թագավորի, երկրային թագավորի, ինչ որ երկրի։ Լավ, բայց մենք ինչի ենք այնքան թույլ մեր Աստծո մեջ, այնքան խեղճ, որ չենք ասում մենք մեզ, մի վարկյան, սատանան, որ գործում է ինչ-որ մարդու միջոցով, դու գիտես ես ում աղջիկն եմ, դու գիտես ես ում որդին եմ, մի րոպե ես ինձ հիշացնեմ, մի վարկյան Աննա Մարիա, դու մոռացել ես, դու ում աղջիկն ես, տերերի տիրոջ և թագավորների թագավորի աղջիկն ես, ու նա անսահման քեզ սիրում է, և ինչի կարիք որ դու ունես, ու խնդրես նա քեզ կտա, եթե թագավորի աղջիկը կամ տղան, իրեն զգում է թագավորի տղա, և ինքը իրեն շատ ուժեղ է զգում, շատ բացառիկ, շատ կարևոր, բա ես էլ Հիսուսինն եմ, ես իմ Հիսուս Քրիստոսի զավակն եմ, ես ինչ ունեմ մտածելու, ես ինչի պիտի ընկճվեմ, ես ինչի պիտի նեղվեմ, ես ինչի պիտի վախենամ, ասեմ, բա որ չլինի, ինչի լինի, բա ինչ եմ անելու, բա ոնց եմ անելու, կամ սատանան ինձ ցավ է պատճառում, հալածում է, նեղություն է, նեղ վիճակում է դնում, ու ես խեղճանամ, ընկճվեմ, մի վարկյան, բայց ես ում երեխեն եմ, ես ում զավակն եմ, Հիսուս Քրիստոսի, որ ամենազոր է, նրա մատներից, ծայրերից և Հայր Աստծու մատներով ստեղծվել է երկրագունդը, ողջ աշխարհը, երկինքն ու երկիրը, և ես նույնպես նրա ստեղծածն եմ, և ես նրա սիրելին եմ, շատ սիրելին, հիշենք ինչ արես նա մեր համար, որ մենք չմահանանք, որ մենք մահ չգտնենք, որ մենք կյանք ունենանք, բա ինչ են են երկրային կարիքները, որ Տերը մեզ չտա, բա ով է սա, որ ինձ վախեցնի կամ ընկճի, ես Հիսուսինն եմ, հիշացրեք ձեզ ով եք դուք, հիշացրեք ձեզ ով եք դուք, և այդ պահին, երբ դու կհիշեցնես քեզ, կհասկանաս, որ ես Հիսուսի տղան եմ, ես Հիսուսի աղջիկն եմ, և ես նրա համար կարծես մի հատիկ լինեմ, չկա այդպիսի բան, որ այսպես ընդհանրական է սիրում Աստված մեզ, ոչ, նա մեզանից յուրաքանչյուրին սիրում է այնպես, կարծես այդ մի հատիկը ունի, հիշեք, որ Հայր Աստված իր մի որդուն տվեց մեր փրկության համար, այդ ինչքան է նա մեզ սիրում, երբ ունենալով մի որդի, նրան թույլ տվեց, որ մարդ հանա, մարմին ստանա և զոհաբերվի, հանուն ինձ ու քո, դա ինչ սեր է, բա դու ուրեմն ինչ կարևոր ես, բա դու ուրեմն ինչ պաշտպանված ես, բա դու ուրեմն ինչ ունես մտածելու, դու պիտի լինես հավատարիմ, քո Տիրոջը, քո Աստծուն, քո Փրկչին, եղիր հավատարիմ, խոնարհ եղիր, փառաբանիր ամեն հրաշքի համար, տես նրա գործած հրաշքները քո կյանքում, ընդունիր և շնորհակալ եղիր ու փառաբանիր քո Տիրոջը, խոնարհվիր նրա առաջ, նա ամենազոր է, նա կատարյալ է, նա սերն է, նա լույսն է, նա կյանքն է, նա այնքան քաղցր է, այնքան թանկ է, սիրիր նրան ու վերջ, Աստված քեզանից քո խոնարհումն է ուզում, քո սերը, նա ուզում է, որ մենք իրեն սիրենք, չէ որ նա սեր է, նա այդ սերը մեզ է տալիս, բայց նա սեր է մեր Տերը, նա էլ է ուզում, որ իրեն սիրենք, որովհետև նա ինքը սեր է, նա գիտի սերը ինչ է, մենք էլ մեր Աստծուն սիրենք, մեր սերը ցույց տանք, թող ինքը զգա, թող զգա, թող ժպտա մեր պատճառով, միայն ժպտա,
մեզանից յուրաքանչյուրը Աստծո ընտրյալն է, Աստծո սիրելին է, Աստծո մի հատիկն է կարծես, այնպես որ մենք ուղղակի մեր դժվար ճանապարհին եկեք հիշենք, թե ինչ, թե ում զավակն ենք եւ չխեղճանանք։